Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, յուրաքանչյուր ուրբաթ ամփոփում ենք շաբաթը կարևոր իրադարձությունները վերլուծելով։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին։ Ողջույն, պարոն Սուրեն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սուրենյան, եկեք նախ հասկանանք, ամփոփենք շաբաթը իհարկե, բայց առաջին հերթին հասկանանք նախորդ շաբաթվանից եկած երկրորդ եւ երրորդ նախագահների հարցազրույցների վերջնարդյունք ասեմ, թե նպատակակետ ասեմ, թե հասցեատերեր առաջին հերթին ով կամ ովքեր էին։ Եկեք այդտեղից սկսենք ու գուցե մի հատ էլ խտացնենք, ինչ մանիպուլյացիաներ, բացահայտումներ եւ անգամ մատնություններ կարող ենք ասել բացահայտվեցին այդ ընթացքում։ Գիտեք, անձամբ ինձ համար գուցե այն պատճառով, որ բավականին իրազեկված մարդ եմ, երկրորդ եւ երրորդ նախագահների հարցազրույցներում նոր բան առանձնապես չի եղել։ Հա, եղել են շեշտադրումներ, որոնք գուցե տարբեր ձևերով են հնչել ու մի քիչ ավելի ինտրիգային են եղել, բայց կրկնում եմ մեծ հաշվով ես նոր բացահայտումներ չեմ լսել։ Հասարակությանը անշուշտ կարող են հետաքրքրել մի շարք ասպեկտներ այդ հարցազրույցների, որտեղ նոր բան հասարակության մեծ մասի համար այնուամենայնիվ կար։ Երկրորդ առանձնահատկությունները այս հարցազրույցների այն է, որ թեև դրանք մեծ հաշվով նվիրված էին պատերազմի 5-րդ տարելիցին, բայց այնուամենայնիվ նախընտրական ցիկլի մեկնարկի էֆեկտ ունեին նաև, որտեղ ակնհայտորեն երկրորդ կամ երրորդ նախագահները որոշակի դերակատարություն ընտրական ցիկլում ունենալու են։ Ուղղակի կամ անուղղակի երրորդ նախագահը երևույթին անուղղակի, երկրորդ նախագահը գուցե ուղղակի, որովհետև կարծես թե չի հայտարարել ի տարբերություն առաջին եւ երրորդ նախագահների, որ հավակնություններ չունի, ինչ կարող է քննարկման առարկա դառնալ այս հարցազրույցներից, Սերժ Սարգսյանը մի ինտրիգային բացահայտում է արել, որ 2018 թվականին ըստ Եվրամիության այդ օրերի դեսպան Տալսկու Փաշինյանը նրան ասել է, որ իրեն առաջարկում է փոխվարչապետի պաշտոն անդարտության դիմաց։ Իհարկե Փաշինյանը այդ լուրը հերքել է, բայց Փաշինյանը արժանավատ աղբյուր չի, որովհետև տեղեկատվություն հաստատելու կամ հերքելու տեսակետից այս տեղեկատվությունը Սերժ Սարգսյանի հետաքրքիր է, որովհետև առնվազն հուշում է, որ 2017-18 թվականներին իշխանությունը մոնոլիթ չի եղել։ Դա ինձ համար գաղտնիք չի, ավելին ես նախկին երկխմբակցության մի շարք պատգամավորներից տիրապետում եմ տեղեկատվության, դերևս այն թվերին եմ տիրապետել, որ 2017 թվականի մայիսից իշխանության թևերից մեկը Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ շփումների մեջ է եղել։ Նույնիսկ տեղյակ եմ, որ երկխմբակցության պատգամավորներից մեկը այդ մասին տեղեկացված չի եղել, ինչի պատճառով հետո այդ պատգամավորի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները բավականին լարված են եղել, թեև հիմա նրանք թիմակիցներ են հաշտվամերար։ Անուններ չենք տալիս։ Ես չեմ ուզում անուններ տալ, որտեղ այդ process-ների ֆիգուրանտ նույնիսկ շահառուչը։ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում ավելի ուշագրավ էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ նրա մի դիտարկում միջազգային երաշխիքների համակարգի մասին։ Սա առնվազն քննարկման առարկա պիտի դառնա, որովհետև ես էլ քանիցս պնդել եմ, որ քանի դեռ չկան հստակ միջազգային երաշխիքներ, ոչ մի ինստիտուցիոնալ խաղաղության մասին հնարավոր չէ խոսել։ Ինչի հասան այս հարցազրույցներով, կոնկրետ Փաշինյանի արձագանքներն էլ լսեցինք, ստացանք հաջորդ թիվ ձերբակալություն, գիտեք, իմնեմնիմի տաղավարի ժողովրդի ու ստացանք էլի ժողովրդի դժկամություն, էլի հաստափության նոր ալիք, հատկապես գիտեք ինչի մասին եմ ուզում, որ անդրադառնանք, էդ էլ հիշեք ինչ եք ուզում ասել, բնականաբար բանակցային փաստաթղթերի այդ հայտնի այդ որ պետք հասկանանի եւ ցույց տա ու ինչի այդքան դանդաղեց կանը դուք էլ եք դրան անդրադարձել եւ մասնավորապես այն փաստին, որ դրանով ուզում է ապացուցել, որ իսկապես Արցախի հարցը թոք է եղել Հայաստանի վզին, հա։
Տեսեք, այդ անդրադարձին։ ուրեմն Նիկոլ Փաշինյանը հիստերիայի եւ ջղացությունների մեջ են գնելու ցանկացած հարցազրույցից, որոնք բարձրացվի նրա նախապատերազմյան արկածախնդիր քաղաքականության եւ պատերազմ պարտության պատասխանատվության հարցը։ Դրանով էր պայմանավորված, որ նա ջղաձիկ շարժումների մեջ ընկավ, թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներից հետո։ Այո, ենթադրելի էր, որ այդ հարցազրույցները ռեպրեսիայի նոր ալիք է բերելու։ Մենք արդեն գիտենք, որ իմնեմնիմեի վարողները կալանավորված են։ Արդեն 2 ամսով։ 2 հոգի էլ այդ խմբագրությունից ձերբակալված են, Դավիթ Ֆիդանյանը եւ ձեր մոտ տաղավար գալուց առաջ իմացա, որ նաեւ Իշխան Խոսրովյանը աշխատակից, սա խայտարակություն է։ Տեսեք, ես հայյանքը ընդհանրապես եթերում չեմ ընդունում։ Անկախ դրանից ում կողմից են չի։ Ով ինչ կպատասխանի։ Բայց այս պարագայում էլի արդարադատության բռնաբարման կամ երկակի ստանդարտի հետ գործ ունենք, որովհետև տեսեք, Բարսաշյան պաշտոնյա, երկրի թիվ 2-րդ պաշտոնյա, տվյալ դեպքում Ալեն Սիմոնյանը, հա, իրան թույլ է տալիս շան լակոտ անվանել այդ մարդկանց, որը պակաս վիրավորական եւ խուլիգանական արտահայտություն չի։ Հետո այս մարդիկ համարժեք պատասխան են տալիս։ Արդարադատությունն ու իրավապահ մարմինները որոշում են Ալեն Սիմոնյանով ընդհանրապես չզբաղվել եւ կենտրոնանալ տղաների վրա։ Սա արդեն կրկնակի երկակի ստանդարտ է եւ արդարադատության բռնաբարություն է։ Ինչքանով է բարոյական մի մարդու հաղորդման վրա մարդ կալանավորել, որը անպատիժ թքել է քաղաքացու վրա եւ չի պատժվել, եւ առավել զազրելի էր այս մարդկանց կալանավորելու մեթոդը, ձերբակալելու։ Գիտեք, ոչ դիմադրում են, ոչ քննությանը խոչընդոտում են, ինչ եք այդ մասկի շոուն կազմակերպում, այդ ճնշումները, այդ ասենք ցուցադրական բռնությունը, սա ազատ ԶԼՄ-ներին վախեցնելու, հասարակությանը ահաբեկելու մեթոդ է, հատկապես ընտրություններից առաջ։ Կամ ինչ եք արգրավում իմնեմնիմիի կամ անտիֆեյքի խմբագրության ամբողջ գույքը։ Հայոյանք եք մեկ չփնտրում։ Չէ որ տղաներին կալանավորել են տեղեկատվական խուլիգանության, այն է հայոյանք տալու համար։ Այդ դեպքում ինչ իմաստուններ կայքի ամբողջ տեխնիկան այդ թվում շտատիվները օրինակ արգրավելը ինչ եմ փնտրում դրանցում։ Բնականաբար, այսինքն նպատակը ոչ այնքան արդարադատություն իրականացնելն է, դա ֆարս է, այլ հիմա էլ անցել ենք բռնությունների մյուս արարին, որի թիրախ ըստ երևույթին դառնալու են ԶԼՄ-ները, ընդհանրապես այլընտրանքային քննադատական խոսք հնչեցնող բոլոր սուբյեկտները։ Եթե ուզում են արժանահավատ համարենք հայախոսությունը վերացնելու իրենց ցանկությունը, խնդիր չկա, թող քրեական գործ հարուցվի, օրինակ Նիկոլ Փաշինյանի դեմ, որը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոստանում էր ինչ-որ մարդկանց շինել, Ալեն Սիմոնյանի դեմ, որը թքում է քաղաքացու վրա, այն մի падգամավոր ունեն, մի դուրս պրծուկ, որը խոստանում է ականջներ կտրել կամ գլուխ կտրել, նրա դեմ եւ այլն, այդ դեպքում կարող ենք հասկանալ նաեւ, երբ որ ԶԼՄ-ների նկատմամբ բծախնդրություն անեն։ Բայց այս պարագայում կրկնում եմ, գործ ունենք արդարադատության բռնաբարության երկակի ստանդարտների կիրառման հետ։ Անտրոպի արդարադատություն։ Իհարկե, որը արդեն կալանավորված մարդկանց դարձում է քաղաքալացյալ։ Որտեւ եթե կա ընտրողաբար կիրառվող արդարադատություն, դա քաղաքալանավորի կամ քաղաքալացյալի 4-5 հատկանիշներից մեկն է, որը ԵԽԽՎ-ն համապատասխան բանաձևով սահմանել է։ Աստորեն, եկանք հասանք Ադրբեջանի այսպես կոչված ժողովրդավարության մոդելին, էլի։ Ալիևի ժողովրդավարության մոդելի նույն հալածանքները, նույն ձերբակալությունները, ճիշտ նույն սցենարի ինչ տեղի ունենում Ադրբեջանում։ Լսեք, եթե մենք ադրբեջանական վասալիտետի բոլոր պայմանները ընդունում ենք, դա վերաբերելի չի միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Դա ենթադրում է նաև այնպիսի քաղաքական համակարգի
կայացում, որը ադապտացված լինի ադրբեջանական իրողություններին, այնպես որ շատ մի զարմացեք այդ հարցում։ Չէ, չենք զարմանում, ուղղակի վերլուծում ենք։ Պարոն Շուրանյանի, իսկ եթե անդրադառնանք էլի արձագանքին, այդ բանակցային թղթերը կարող են արդյոք արտացոլել Արցախյան հարցի ու դրա խաղաղ բանակցային գործընթացի ամբողջ տրամաբանությունը կամ արդյոք այդ պատասխանը, որ շուտով կսկանավորը մինչև տարեվերջ, որովհետև ՀՀԿ խումբը դեռ փակված չէ, մինչև տարեվերջը թարթնել փակվի, որտեղ կողմը միայն մենք չենք, այսինքն ինչ որ սոլիդարություն է նա ցուցաբերում, կարող է արդյոք Բան չի այդ տրամաբանությունը դեպքում սկանի վրա գցում։ Դե Եթե արդեն ՀԱԿ բացեցիք Մինսկի փակագծերը, խմբի հա։ լուծարման հետ է կապում, Ահա, մարդավարի, տղամարդավարի երեք կարող ասաց դա։ կարող է պարզ ասել, որ քանի դեռ Մինսկի խումբը լուծարված չի, չնայած դա դե ֆակտո արդեն լուծարված է, մենք ձեռնպահ ենք մնում այդ փաստաթղթերը հրապարակելուց, էլ խեղճ սկանի վրա ինչ էր բարդում մի բան, որը նույնիսկ ամենաանորակ սկանը կաներ մի քանի ժամում։ Հա, բայց Սա մեկ, այն նշանակում է ինքը նույնիսկ էդ էլ պատճառները մատնանշելուց անկեղծ չի։ Նայած ինչ լսարանում է խոսում, ու ինչի համար։ տարբերվող վարկածներ կարող է նշել։ 1. Երկրորդը, ես այնուամենայնիվ չնայած որոշ գործիչների թերահավատությանը խիստ կարևորում եմ այս փաստաթղթերի հրապարակայնացումը։ Կարծում եք ամբողջությամբ, բայց կհրապարակվի։ Այստեղ արդեն մեծ հարց կա։ Այդ կարծում եմ նախկին նախագահները, նախկին արտգործնախարարները, մարդիկ, որոնք իրազեկված են այդ փաստաթղթերի մանրամասներին, կկանխեն մանիպուլյացիայի ցանկացած փորձ, կարծում եմ, կամ վստահ եմ։ Եթե ամբողջովին հրապարակվի, ես սա կարևորում եմ։ Գուցե հասարակական կարծիքի վրա դա արագ ազդեցություն չունենա, որտեղ հասարակությունները պարտավոր չեն դիվանագիտական նրբություններին, բարդ ձևակերպված տարբեր ձևակերպումների մանրամասների մեջ խորանալ։ Բայց հասարակության ակտիվ շերտի փորձագիտական շրջանակների քաղաքական դասի համար իսկապես ակնհայտ կլինի, ով եւ ինչպես կործանեց Արցախը։ Այստեղ թիվ 1 եւ անվիճելի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինձ համար հիմա էլ է դա պարզ, որտեվ ես կարգավորման պլանների մեծ մասին ծանոթ եմ եւ քննադատության չեն դիմանում Նիկոլ Փաշինյանի բերած փաստարկներից եւ որևէ մեկը կամ փաստարկները բոլորը միասին։ Դուք եք ձեր դիտարկումն եմ ուզում մեջ բերել, որ ասում եք այդ օրը կդառնա, երբ որ փաստաթղթերը արդեն հրապարակվի, ոչ թե դիմախոսների հաղթանակի, այլ հենց Փաշինյանի քաղաքական դատավճռով։ Այո, ես չեմ կարծում, որ դա իսկապես դա դիմախոսներին ինչ-որ բան կտա, որովհետև մենք տեսնում ենք, որ ակնհայտ փաստարկները նույնիսկ մարդիկ ձեռքները ունեն ընդդիմադիրների մասին է խոսքը, միևնույնն է Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է եւ այնպես չի, որ ընդդիմության որևէ փաստարկ ազդում է իշխանության քաղաքականության վրա։ Հետևաբար ես չեմ կարծում ընդդիմությանը շատ մեծ բան կտա, բայց ես չեմ կիսում նաև որոշ իմ գործընկերների այն թերահավատություն, որ այս փաստաթղթերի հրապարակայնացումը ոչինչ չի տա։ Դա էլ նշանակում է մեր հասարակության ընդհանրապես բանի տեղ չդնել, այսինքն պատկերացնել, որ հասարակությանը ինչ ասվի միևնույն էֆեկտն է տալու, դա այդպես չի։ Եկեք ոչ գերագնահատենք, ոչ թերագնահատենք այդ փաստը, բայց այնուամենայնիվ շատ կարևոր է, որպեսզի կարգավորման փաստաթղթերը հրապարակվեն։ Վես ֆոնին եկեք ընտրական, քանի որ դա նաև նախընտրական ինչ որ հետաքրքիր հետ կա թողնելու ակնհայտորեն ընտրական գործընթացների լանդշաֆտում, պարոն Սուրենյանց, հայտնվել են նոր խաղացողներ կամ պայմանական եկեք ասենք նոր են դրանք արդյոք, թե նոր ռազմավարությամբ հանդես եկող ստվերային կամ սատելիտային ուժեր են հանդիսանում, ինչ դեր ունի այս պահին քաղաքական բևեռացում ու հասարակության այս հուսահատության կամ նույնիսկ կարող եմ ասել էքստրեմիզմի այդ հոգեբանական էքստրեմիզմի աճի ֆոնին, եթե այդպես բնութ։ Որ նոր խաղացողներին եք ակնարկում։ Նոր քաղաքական ուժերը ձևավորված, որոնք արդեն այսպես ճյուղավորումներ են տալիս, այսա սրանն է, նա նրանն է, նա նրա սատելիտն է։ Գիտեք, ես սատելիտների մասին ովքեր են նոր ձևավորված սատելիտների մասին եկեք չխոսեմ, քաղաքական
Շատ բնականon գործընթաց, ընտրությունից առաջ սովորաբար վերադասավորումներ լինում են, վերախմբավորումներ են լինում եւ դաշտը բյուրեղանում է։ Գուցե անակնկալ դաշինքներ տեսնենք, գուցե գոյություն ունեցող դաշինքների անակնկալ փլուզումներ տեսնենք, նոր ստատուս քվոներ, հաջող կամ անհաջող։ Քաղաքական ուժերի կայացման հայտանիշը 1-2 տեղական ընտրություններում հաջողությունը չի կարող լինել։ Դրանք այնուամենայնիվ տեղական օրակարգերի հետ զուգորդված են, հաճախ անձնավորված գործոններ են գործում, որոնք համապետական ընտրություններում կարող են չաշխատել։ Հետևաբար ես նոր բևեռների կամ վերադասավորումների տրամաբանության մասին արժանահավատ կհամարեմ խոսել հունվար-փետրվար ամիսներին, երբ ընդհանուր առմամբ քաղաքական դաշտի նախընտրական զարգացումները որոշակի բյուրեղացումների կբերեն։ Իսկ այս պահին դեռ ընդհանուր պատկերը այդ Ահա իհարկե, հիմա տեսեք, օրինակ ես Գյումրիից հետո էլ Էշմիածնից առաջ էլ ասում եմ, չի կարելի եւ պետք չի տեղական ընտրությունները, ինչքան էլ դրանք կարևոր են եւ ես խիստ կարևորում եմ, խճանկարի վրա հեռուն գնացող քաղաքական հետևություններ անել։ Մի քանի կետերով այսպես նախընտրական Փաշինյանի նախընտրական վիճակներից խոսենք, ու հայտարարման 26 թվականի ընտրություններից հետո եթե ստանա ժողովրդի մանդատը, նախատեսվում է ազգային հանրակրվե սահմանադրության հարցով, դա մեկ։ Երեք հնչում է Ալիևի իհարկե ասածներից հետո հնչում է արդեն Արևմտյան Ադրբեջան կոչված այդ խմբի նախագահի խոսույթը, որ արդեն շուրջ 5 միլիոն ադրբեջանցիներ կարող են հանգիստ վերադառնալ։ Նախկինում 300,000-ի մասին էր խոսքը, եթե հիշում եք։ Հետո ղազախական ցորենի այս ամբողջ պատկերը, որ ստանում ենք, սա նախընտրական քարոզարշավի ֆոն է, թե պսևդո խաղաղության տանող գործընթացի մի մասն է։ Տեսեք, պատկերի հակասականության հետ գործ ունենք։ Մի կողմից ես նաև ձեր YouTube-յան ալիքի տաղավարներում առիթ ունեցել եմ ասելու, որ Վաշինգտոնի համաձայնությունները ինստիտուցիոնալ խաղաղության մասին չէին։ Սրանք հենց նախընտրական պաուզա էին, բոնուս Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի նա կարողանա վերարտադրել իր իշխանությունը, հետո Ադրբեջանի պահանջները կատարելու համար։ Պահանջներից մեկը այդ սահմանադրության հանրակրվեն է, որը ինչքան էլ փորձի Նիկոլ Փաշինյանը որպես ներքին օրակարգ ներկայացնել, անօգուտ գործ է անում։ Եթե դա միայն ներքին շարժառիթներով է արվում, երկու առաջարկ ունեմ։ Կամ թող Նիկոլ Փաշինյանի մակարդակով հայտարարվի, որ չեն դիպչելու սահմանադրության նախաբանին, այսինքն անկախության հռչակագրին արված սեղմանը, բայց նա ճիշտ հակառակ հայտարարությունն է արել, կամ էլ թող վստահ հայտարարեն, որ սահմանադրության փոփոխություններ առնելու են միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո։ Քանի դեռ այս երկու հայտարարությունը մեր հասարակությունը չի լսել, Նիկոլ Փաշինյանի ասածները այս հարցում բլեֆի նման են։ Այո, այդ բոնուսների շարքից կարող եք դասել, ցորենը համատեքստի ստեղծումը եւ երբ ինստիտուցիոնալ խաղաղություն չկա, բայց Փաշինյանը հաստատված խաղաղության մասին է խոսում եւ այլն եւ այլն։ Բայց մյուս կողմից ոչ մի օր Ադրբեջանը իր ագրեսիվ ռետորաբանությունը չի դադարեցնում։ 300,000 կամ 500,000 փախստականի վերադարձի պահանջ, որը նշանակում է տրաքացնել Հայաստանը, որտեղ դա ժողովրդագրական էքսպանսիայի ձև է։ Բան չի փոխվել։ Տարածքային էքսպանսիային փոխարինել է ուղղակի ժողովրդագրական էքսպանսիան։ Անկլավների վերադարձի պահանջը, որը նշանակում է հայ-ադրբեջանական հակամարտությունը սահմանից տեղափոխել Հայաստանի ներս։ Սահմանից ներս ավելի շուտ։ Դա նշանակում է Հայաստանի սիրիասման մոդելը ըստ էության։ Դատավարությունը, դատախազը 3 արդեն որոշում 16 տարուց միջև ՑՄ ազատազրկում է պահանջում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար եւ սա Հայաստանի դեմ ճնշման գործիք է, որտեղ մեղադրյալի աթորին այնտեղ ոչ թե այդ մարդիկ են, այլ Հայաստանի Հանրապետությունը վտանգավոր նախադեպ է ստեղծվում, Հայաստանի ցանկացած ռազմական կամ պետական գործչի ադրբեջանական արդարադատության
թիրախ դարձնելու համար։ Սա կնշանակի, որ Ալիևը մի կողմից համաձայնել է նախընտրական պաուզա տալ Փաշինյանին, մյուս կողմից թերևս այնքան էլ վստահ չի, որ Փաշինյանը կարող է վերարտադրվել եւ փորձում է ինչ-որ հարցերում զիջման հասնել հենց հիմա։ Այսինքն երկու հակասական տենդենսների կոնտրաստի հետ գործ ունենք, քանի մոտենան ընտրությունները կհասկանանք դրանցից որն է ավելի գերակշռողը։ Եթե գանք այս պահին ամենաթարմինչն, այս բոլորն էլ ակտուալ են ղազախական ցորենին եւ դրա քաղաքական, ռազմավարական ու տնտեսական նշանակությունները քննարկենք պարոն Սուրենյանց։ Ղազախական ցորենի կոնկրետ Նախ վերածվեց արդեն կոմբիկերմի կներեք։ Գիտեք, կարող է նաև կոմբիկեր բերվել, այստեղ ոչ մի խնդիր չկա, բայց դրա համար պետք չէր իշխանական կեղծ պրոպագանդա հյուսել, որ հա ժողովուրդը սոված է եւ Ադրբեջանի թեթև ձեռքով մենք սովից փրկվում ենք, որտեղ Ղազախստանից հաց է գալիս Հայաստան։ Հա, բայց հիմա ռուսական հետախուզությունը ուզում բերեք հիմա։ Դրան եք անդրադառնում, դա իշխանության ստեղծած կեղծ պրոպագանդայի պտուղներն եք հիմա քաղում, սա մեկ։ Գիտեք, ես տարանցման արգելքի վերացումը ընդհանուր առմամբ դրական եմ համարում։ Ապաշրջափակումը նկատում եք։ Չէ, բայց դա ապաշրջափակում չի, դա այդ ուղղությամբ ինչ-որ շատ հեռավոր քայլ է կամ նախնական քայլ է, դա հաստատ ապաշրջափակում չի։ Ապաշրջափակումը դառնա պարոն Սուրենյան։ Ինչ։ Միայն կախված լինենք թուրքական ու ադրբեջանական ճանապարհներից։ Լսեք, դա ապաշրջափակում չի, եկեք ֆիքսենք։ Դա այդ ուղղությամբ կատարվող նախնական քայլերից մեկն է։ Ընդհանուր առմամբ դա դրական գնահատելով հանդերձ հարց է առաջանում, ինչի դիմաց է դա արվում։ Արդյոք դա արվում է, որպեսզի Հայաստանը ավելի հեշտ միջանցքային զիջման գնա, այսինքն ստեղծվում է մեր հասարակության աչքերում բարի Ադրբեջանի կերպար, որպեսզի հետո նրան արվելիք զիջումը հասարակության կողմից ավելի հեշտ մասվի, սա մեկ։ Երկրորդ, շատ լուրջ տնտեսագիտական հաշվարկ է պետք, որպեսզի հասկանանք, որ ճանապարհով բերված բեռներն են ավելի էժան։ Սա արդեն ես ասելիք չունեմ այստեղ, տնտեսագետները պետք է հստակ պատասխան տան, որովհետև օրինակ ես 1-2-ի հետ խոսել եմ, եթե ընդունենք նույնիսկ որ առաջի կարգի ցորենը բերվածը, տնտեսագիտական հաշվարկներով գնային առանձնապես մեծ տարբերություն չկա, հետևաբար այդ պրոպագանդայի տնտեսական բաղադրիչն է փուչիկ։ Ներողություն, բայց կարծեմ փոխադրման համար 30% ասեցին ավելի բարձրանում։ Դե ես ասում եմ, այդ տնտեսագետները պետք է հաշվեն, տարբեր կարծիքներ են լսել։ Երրորդը, Նիկոլ Փաշինյանը թող չփորձի սա ներկայացնել որպես Վաշինգտոնյան համաձայնությունների հետևանք, որտեղ սա բացարձակապես Վաշինգտոնի համաձայնությունների հետ կապ չունի, ավելին դատելով Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցներից Ռուսաստանի փոխվարչապետ, սա ավելի շատ համաձայնություններ են, սրանք, որոնք ձեռք են բերվել ԱՊՀ Դուշանբեի գագաթնաժողովում։ Դուշանբեում շատ բան են ձեռք։ Ըստ ամենայնի Պուտին-Ալիև համաձայնությունների հետևանք է, որտեղ Հայաստանը էլի, ինչպես Վաշինգտոնում էր, դեկորատիվ դերակատարություն ունի։ Ուրեմն սա էլ ֆիքսենք, որտեղ Ռուսաստանը այստեղ շահ ունի, այո, լոգիստիկայի ուղղությամբ որոշակի գերակայություն կամ վերահսկողություն է կարողանում ստանալ։ Եվ վերջապես, որը ուղիղ կապ չունի այս լուրերի հետ, այդ Ռուսաստանի անվտանգային դաշտային ծառայության հայտարարությունը արդյոք Հայաստանի գործող իշխանությունը պատրաստ է արկածախնդրությանը գնալ, այսինքն ավելի թանկ վճարել միայն թե ռուսական ցորենից հրաժարվի եւ ուկրաինական ցորեն ձեռք բերի, ինչը անշուշտ ստրատեգիական կողմնորոշման փոփոխության կուրսի տրամաբանության մեջ է։ Նիկոլ Փաշինյանը սա անհեթեթություն է համանել, բայց Նիկոլ Փաշինյանը զրույցի սկզբում մեր հարցազրույցի ես ասացի արժանահավատ աղբյուր չի որևէ բան գնահատելու համար։ Հետևաբար ես լուրջ չեմ վերաբերում նրա ոչ հաստատումը որևէ լուրի, ոչ հերքումը։ Սպասենք իրադարձություններին, եթե պարզվի, որ այդ արկածախնդրությանն էլ է Նիկոլ Փաշինյանը գնում, դա այդա կբերի հացահատիկի կամ հացի գների էական բարձրացման։ Եկեք շպիոնների թեմային էլ անդրադառնանք, թերևս այդքանով եզրափակենք, երբ Փաշինյանը խորհրդանում հայտարարում է, որ պետք է որոշում կայացնեն
Հանդուրժում են արդյոք մեր երկրում այլ երկրների գործակալական ցանց, թե ոչ, հարցեր չեն առաջանում։ Դա խոհ է գործակալական ցանցը։ Օրինակ հասարակության մեծամասնության աչքերով հենց իրենք։ Այո, ասո։ Դեվ իրենք համարվում են Ալիևի եւ նրա իշխանության վասալները Հայաստանում։ Սա մեկ։ Ու տրամաբանորեն առանց բարդ քաղաքագիտական վարժության ես կարող եմ դա հիմա մի քանի կետով հիմնավորել։ Երկրորդ, արդյոք Հայաստանում կա օտարերկրյա գործակալների մասին օրենք, որի չափանիշներով նա որոշում է, ովքեր են գործակալներ, թե ոչ։ Եթե այդ օրենքը չկա, դա մնում է իշխանության կամայական որոշմանը կամ ինքնանշանակելու արհեստական գործակալներ, այդ ես էլի առիթ ունեցել եմ ասելու, ռումինական կամ մոլդովական վատ սցենարն է փորձում Հայաստանում կիրառել, ինչը շատ վատ հետևանքներ է ունենալու, որովհետև դա ըստ էության լիբերալ ֆաշիզմի դրսևորում է կամ էլեկտորալ դիկտատուրայի։ Հետևաբար դա լավ ճանապարհ չի երկիրը պոտենցիալ գործակալներից ազատելու համար։ Եվ վերջապես, ով է Նիկոլ Փաշինյանը, որ որոշի խորհրդանի իշպատկեր կամ ինչպիսի խորհրդան է ուզում ձևավորել մեր ժողովուրդը։ 100% վստահ եմ, որ Եվրամիության պաշտոնյաները նրան հորդորում են Հայաստանում կիրառել մոլդովական սցենարը։ Հա, դուք միակը չեք, որ դա ասում եք ու այնպեսի ակնհայտ։ Ֆիլտրումներ են անելու, բայց ինչ են լրացնում լրատվամիջոցներին։ Որովհետև ում ուզեն արտոնեն ընտրություններին մասնակցել, ում ուզեն ոչ։ Առաջիկա նախապատրաստությունն է ընտրական process-ին։ Չունենք էլի, փաստորեն, երբ որ Փաշինյանը իր առաջնորդած մեծամասնությունը առհասարակ պատրաստվում է առավելագույն արագ ժամկետում ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենք, այս հարցին էլ պատասխան չունենք, որովհետև կամ ընտրությունից առաջ ինչ-որ բան կանի, կամ ձեր ասած կամայական ոչ մի օրենք էլ չի ընդունի, կամայական ձեզ թվում է Մոլդովայում կամ Ռումինիայում ինչ-որ օրենք կար։ Կամայական որոշում են, ասում են, այս ուժերը Ռուսաստանի հետ են կապված։ Եզրասը գործակալ է։ Չնայած որևէ իրական բան չեն հրապարակում, իրանց մամուլում արտանետում են անում։ KGB Հետո վերցնում են օգտագործում են։ Ասում են Սուրեն Սուրենյանցը կամ Պողոսը կամ Պետրոսը ռուսական գործակալ է, որտեղ իրենցից տարբերվող դիրքորոշումներ են արտահայտում։ Պոպուլիզմը դարձնում են ռեպրեսիվ գործիք, դեմագոգիան դարձնում են ռեպրեսիվ գործիք, ոչ մի ինֆորմացիա փաստել չունեն, ոչ էլ որևէ բան չգնում են օրենքով անել։ Մեկ մարդու կմահաճույքի թիրախ ենք դարձել բոլորս ու ամբողջ երկիրը։ Հա, բայց այդ ինֆորմացիան, որ նետում են դաշտ, պատկերացրեք մարդկանց հետ ինչա կատարվում։ Մեդիա տերորը, նույն բանը կատարվում է Ռումինիայում նախագահական ընտրությունների ժամանակ, Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ցանկացած ընդդիմախոսություն նույնացվում էր Ռուսաստանի ազդեցության գործակալ լինելու հետ եւ այսպես մի շարք կուսակցություններ զրկվեցին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից եւ նույնիսկ խայտարակ բաներ տեղի ունեցավ այն տեղամասերը, որտեղ պիտի իշխանությունը պարտվեր, այնտեղ նույնիսկ քվեարկությունը այնպես կազմակերպեցին, որ սահմանափակվի ընտրողների մասնակցությունը։ Աբսուրդ։ Շնորհակալ եմ, պարոն։ Ես կանով անդերս ես ուզում եմ ասեմ, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն եւ եթե ընդդիմությունը կարողանա հասարակության սուբյեկտությունը մեծացնել, իշխանության մոտ որևէ բան չի էլ հաջողի։ Ոնց է կարողանալու դա անել, բայց ընդդիմությունը էլի եկանք այդ ցավոտ հարցին։ Այլընտրանքային քաղաքական ծրագրեր, որոնք են որոնց իրենց այդ այլընտրանքային է, այլընտրանքայինից այնքան ենք ասել, ժողովուրդն ասում է, լավ, այլընտրանքային, փողոցել էլ դուրս չեն գալիս։ Ուրեմն, երբ որ քաղաքացին իրեն համարի ընդդիմության ծրագրի հերոսը, մենք ամեն ինչից խոսում ենք, բացի քաղաքացու դարդու ցավից։ Հերոսներ, հա, սուպեր հերոսներ են պետք մեզ, լավ։ Մարդը չի զգում, որ իր դարդու ցավը քո ծրագրում արտահայտված է։ Դրա համար էլ ձեր ասած մեծ կոնսոլիդացիան չի լինի։ Փակենք, շնորհակալ եմ շատ հարցազրույցի։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում, անցնող շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։